Իմ գումարը շատ մեծ գումար է, երևի բոլորին իրար հետ գումարած, 192,000 $։ Ես սկսել եմ շատ քչից, ես ոչ մի բան չեմ արել, Facebook-ով հայտարարում էր Գազպրոմի ներկայացուցիչը, որ թոշակառուներին օգնելու են ձմեռային կոմունալ վճարումների համար, դրա համար խաղարկություն են կազմակերպում։ Եթե ցանկություն կա, մասնակցեք այդ խաղարկությանը։ Գազպրոմի աշխատակից է։ Դե հիմա է ձև էր հայտարարություն, ես ինչ իմանամ։ Հիմա ոչ մեկին չես իմանում, ով ինչը, նախագահի անունով էլ են խոսում, հիմարություններ դուրս տալիս։ Չես կարող կողմնորոշել, թե տեխնիկան զարգացել է, հիմա կարող եմ ես խոսել ուրիշ բան, մեկ է ցույց տան ուրիշ բան։ Դե ու տենց 50,000 փող ուղարկեցի, իրանց ասած կորձինա, 50,000 դրամ։ Հետո զանգեցին ասին 50,000 դրամ քիչ է, մինիմում պետք է $500 լինի գումարը։ $500 էլ ուղարկեցի։ Անցավ որոշ ժամանակ զանգեցին, թե ես շահել եմ վիճակախաղում 1300 քանի $։ Ստանալու համար պետք է 80,000 գումար ուղարկես։ Կոորդինատները տալիս են, այդ 80,000-ը ուղարկեց, հետո մի հատ է 81,000, հետո մի հատ է 300,000։ Մի խոսքով, որտես արդեն հասավ $1,300-ից ավել, դադարեցրեցի։ Անցավ որոշ ժամանակ, նորից զանգեցին, բա ձեր գումարը աճում է, որովհետև բանկում տոկոսները ավելանում, հիմա դարձել է $1,700, դուք 80,000 ուղարկեք, ձեր գումարը ստանաք, 80,000 ուղարկեցի, էլի չստացա, անցավ դադարեցրեցի, անցավ բավականին ժամանակ, մի հատ կազմակերպությունից ինձ զանգեցին, իրավաբանական կազմակերպությունը, մոտս բոլոր տվյալները կա, այդ իրավաբանական կազմակերպությունը իր օրենսգիրքը ուղարկեց ինձ, ես տպել տվեցի, ստորագրեցի, հետ ուղարկեցի, որ համաձայն եմ 7% իմ ստացած գումարի 7%-ը տամ իրենց, բայց իրանք օգնեն ինձ ստանամ իմ գումարը։ Անցավ որոշ ժամանակ հետո սրանք է սկսեցին գումար ուզել ու ես իմ շատ մեծ գումար ուղարկեցի, էլի, այդ քչով, բայց դա արդեն 1.5 տարի էր, ես ստեղ դիմում էի, ոչ մի բան չէին անում, ստիպված մտածում էի միգուցե իրանց միջոցով կկարողանամ մի բան անեմ, դրա համար շարունակում էի, ամեն անգամ որ առիթ էր լինում, մեկը իրավաբանական կազմակերպությունից զանգում էր ինձ, ասում էր, որ կարող եմ ձեզ օգնել, ես գալիս էի